Շնորհակալություն եւ կողպանություն գամդոցանենք մեր Սուրբ Աստծուն, որ մեզի տվավ շաբաթ միևս կյանք ու ապրեցանք։ Այս շաբթվա խորհրդակցության նյութը հետևյալ է դիտելա։ Նավարգելու եւ անգլերեն բառով կրուզ երթալու ժողովրդին փապակը, որ անչափ շատ է, դասնյակ մի հարյուրավոր նավեր եւ դասնյակ ուրիշ նավեր, փոքր նավեր եւ մեծ նավեր հսկա ձորում վրա գելեն եւ գճամփորտեն 1500 հոգիով, 6000 հոգիով, 2000 հոգիով եւ ժողովուրդներ կփապակեն իրենց զվարճությունը անցնել այս նավերուն վրա։ Այս շաբաթ ունեցանք այս փորձառությունը մենք եւ գարկմը լուրջ հարցեր քննարկեցինք այդ նավերուն մեջի ճամփորդներուն հետ եւ պաշտոնյաներուն հետ։ Հարցումը հետևյալն է. ով էր առաջին կրուզը ընողը ձողու վրա։ Այս հարցումը ես հարցուցի շատերուն եւ գարձես տեղյակ չէին։ Ուրեմն առաջին կրուզը, որ ունեցանք այս Աստծո խոսքի մեջ, եղավ Նոյը։ Իր հսկա նավով, որ դերոջը դված ծրագրին համաձայն եւ չափին համաձայն շինեց նավը, հսկա նավը, կրուզի չափ նավ մներ, եւ Աստված չափերը տալեն վերջ անոր որոշեց, որոնք պիտի ըլլան այդ կրուզի մեջ, այդ ճամփորդության ընթացքին, եւ Նոյ սկսավ նավը շինելու եւ նավը շինեց, եւ ապա Աստված հրամայեց այն հյուրերուն, որոնք այն նավուն մեջ պիտի մտնեին ողջ մնալու համար։ Առաջին Նոյի ընտանիքն էր 8 հոգիով եւ երկրորդ աշխարհի վրա երեն ստեղծած բոլոր կենդանիներեն զույգ եւ 7 հատ դրկեց նավում։ Երբ այս խորհուրդը ես այս նավերու մեջ կխոսեի մարդոց, ուրեմն հոսք պատկերացվեցավ, թե այս աշխարհի վրա եղած բոլոր նավերուն կրուզները պատկերացված է Նոյի կրուզով, որ եղած է ծննդոց կրկին մեջ։ Ծրագրված է այնպեսի ցևով, որ ինչպես Նոյ ճամփորդեց այս հսկա նավով եւ զփաց այն ճյուրերուն վրա, որ ասված 40 օր եւ 40 գիշեր եւ գործանեց աշխարհի մեղսալից մարդկությունը եւ ազատեց այն կենդանիները, որոնք կարենան շարունակել այս աշխարհի վրա եւ ցամաք երևցավ։ Հարցումը այս էր. Նոյի ճամփորդությունը, Նոյի կրուզը ծանրաբեռնված կրուզ մներ իրեն համար։ Բայց անի հնազանդ եղավ Աստծուն, կատարեց ինչ որ Աստված իրեն ասավ։ Այսօրվա մեր կրուզները դարբեր կրուզ մներ Նոյինը։ Բայց հարցը այս էր, եւ հարցումը այս ցակեցավ։ Մենք նավերով, հսկա նավերով կճամփորդենք եւ մեր ուրախության եւ դերոջը փառապանության ցայները գարդասանենք այն ձողերուն վրան, որոնք այն անձայրազիր են։ Գնայիս նավուն մեջ են եւ աչքը տեսածին չափ միան ճուր կտեսնես եւ ձող կտեսնես եւ հսկա ձողը։ Լադիգա միջեգրական, լադիգա արտիկ ասվածովը, լադիգա օվկիանոսը, ուրեմն այս հսկա ձողերուն վրա են կճամփորդեն մարդիկ այն նավով եւ նաեւ խորունգ երթալով Աստված այն կենդանիները, որոնք Նոյի դաբանին մեջ դրավ եւ Նոյ չարչարվեցավ եւ հոգնեցավ այն կենդանիները բայելու, այս բոլոր նավերուն մեջ կգերագրվին այն պանճարեղենները եւ այն կենդանիներուն միսերը, որոնք Նոյին դաբանի մեջն էին առաջին կրուզին մեջ, որ կատարվեցավ։ Եվ այս հարցը ես շատ ուղեցի շատերուն նավուն մեջ։ Եվ մարդիկ կարծես արթնցան, քունի մեջ էին։ Ըսի ինչ կուտենք այս նավի մեջ, ամեն տեսակ բան կուտենք։ Ուրգե եկավ այս, դերոջը հրամանով
Նոյի դաբանին մեջ կացող այն բոլոր գենթանիները երբ ցամաք երևցավ, Աստված թուրը փասավ Նոյի դաբանին եւ անոնք դուրս ելան։ Անոնք ճամփորդեցին այս աշխարհի վրա բոլոր երկիրներով վրա։ Ինչպես ճամփորդեցին, քայլելով ճամփորդեցին, ժողովուրդը շատացավ, արին եւ կացին ուրիշ քաղաքներով մեջ բնակեցան եւ այս գենթանիներով բազմացան եւ աշխարհը լեցուցին Նոյի դաբանին սկսյալ։ Այսօր հարցում այս է։ Եթե դու ծովը վրա չես ճամփորդել, ճամփորդես աշխարհի մեջ, լեռներու մեջ, քաղաքներու մեջ, կգալես եւ երթաս կորձի ու գուկաս, բայց արդյոք նկատի կառնես, թե այդ բոլոր դվյալները, որոնք Նոյը ուներ նավոն մեջ, քեզ է հասած են։ Մի քանի նախատասություն անգլերենով ավելի խոսիմ։ Ուրեմն այս նկատողությունը, երբ որ դրվեցավ նավոն մեջ, երբ որ խոսեցան, մարդոց հետևյալ հարցում հարցուցիիսի կրնակ Աստված փառավորել եւ բաշխել իրեն տված այս հսկա ծովում վրա, որ մենք կծպանք, լուրություն կդիրեր մարդոց մեջ։ Շատեր գսեին այո։ Ես դեռ չունեի կարոզելու նավոն մեջ, բայց անցամբ սկսա խոսիլ մարդոց, որոնք կճամփորդեին այդ նավոն մեջ։ Եվ Աստված հրաշալիորեն արթնություն մեկարավ սրտիս մեջ, որ կարողանամ այս խոսքերը իրենց փոխանցել։ Եթե գուզես ճանչնալ Քրիստոս, այս ցամաքի ճամփորդության ընթացքին, հիշեք ու կյանքի ընթացքին, որ բարավորես իրեն սուրբ անունը ու ընդունի զանի պրկվածնական փրկիչը։ Who cruised on this planet Earth on the ocean the first time? God invited Noah to build a ship, like a cruise ship, big ship. And Noah, he built the ship according to the Lord. The way that God gave the sizes, the measurement, and he built it. And when Noah built the ship, he called him, "Come thou and all thy house into the ark, Noah." God is speaking. "For there I have seen righteous before me in this generation." Genesis 7, first verse. First cruise ship with Noah has been ordered by God. He built it. God announced to Noah after 7 days, "I will cause it to rain upon the earth 40 days and 40 nights, and every living substance has been dead." God said, "I have made would be destroyed from off the face of the earth," and Noah did according unto all that the Lord commanded him. And the Lord shut the door of the ark. Now Noah, cruising on the ship with his family and the animals animal companion him that God sent to Noah. Now we enjoy the ocean of this planet Earth. And we enjoy all the cruises that we see on this planet Earth with these big ships. Thousands of people, they travel almost every day so they can see the ocean. They like to enjoy their life with so many things that God does not like that. How many people, when they go cruising, they glorify the Lord on the ship? I saw things which is not good when I was on the ship. And I told them, for few people,
when I was on the ship. I said, first thing, when I went to the breakfast in the morning, there was nobody there. And one of the managers of the kitchen, he came out. I said, I have to pray to this food, and then I will enjoy, and the people, they will enjoy. He looked at me. He was very quiet. And he smiled at me. He said, yes, sir. And I prayed. And then I enjoyed the dinner, breakfast. Why? Because God gave to these people so many joyful days so they can enjoy His ocean. I said, we go on this ocean, we sail on this big ocean, and how many people they will glorify to the Lord that He gave us this big ocean. They work on the ship, they make the family living in that ship, and they enjoy, they make money on the ship. How many people they are glorifying Him? Wake up, please, my beloved brothers and sisters. Give your testimony to anyone that you see they're going to go to the cruise on the ocean. Tell them to speak about the Lord. I love you all. May God bless you. And hopefully someday God will take us to the real house with His second coming, and we'll enjoy His presence in heavenly kingdom forever and ever. Amen.